Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Ռոբինյան, Ռոբերտ Քոչարյանը պոդքասթում անդրադարձել կատարել նաև իշխանության կողմից ստացած պարգևավճարներին, պարգևատրումներին, սրա մասին ինչ-որ մեկնաբանություն կանեք։ Կանեմ, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն եւ իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել եւ պետք է առանց վիճարկելու $200 միլիոն մուծվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին եւ այսպես շարունակ։ Պետությունը իրենցից պահանջում է, դատախազությունը իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված $200 միլիոն։ Թող առանց երկարացնելու բերեն մուծեն բյուջե։ Քանի տարվա պարգևավճար կլինի։ Չգիտեմ, տարբեր հաշվարկներով մի քանի հազար տարվա։ Պարոն Ռուբինյան, դուք ընտրությունների Իդեպ այդ որ հարցնում եք, ես պարգևավճարները, ես ինձ կուզեմ, որ դուք այս բոլորդ, ովքեր որ ամեն անգամ հարցնում եք պարգևավճարների մասին, մի անգամ Քոչարյանին հարցնեք այդ $200 միլիոն մասին։ Ես կուզեի լսել։ Կարող է Քոչարյանը իր ընտանիքի անդամներին նախընտրական կաշառք տվել, երբ որ այդ $200 միլիոն կուտակել է ընտրությունների բերան, տարբեր տարիների ընտրությունների բերան։ Դե շատ լավ, դե կսպասենք ապացույցները կլինեն, էլի։ Բայց բնականաբար իհարկե ցանկացած լսող առաջին հերթին մտածել է, որ այստեղ որևէ ապօրինություն չկա։ Իհարկե, պարոն Քոչարյանը իր որդին Հայաստանի ամենատաղանդավոր բիզնեսմեններն են։ Իրենք $200 միլիոն, իհարկե, այդպես ազնիվ Հա, օքեյ, ասում եմ սուրբ այդ մարդը։ Պարոն Ռուբինյան, ընտրություններից 2 ամիս առաջ դուք հանրությանը սպառնում եք պատերազմով, եթե դուք չլինեք։ Սա քաղաքական դաշտում մյուս դերակատարներն ասում են, որ դուք այս անգամ կրկին պատերազմի մասին եք խոսում առանց հիմնավոր պատճառներ ներկայացնելու, երբ որ օրինակ Փաշինյանն ասում է սեպտեմբերին կլինի։ Ձեզ համար օրինակ հիմնավոր պատճառը ո՞րն է այդ պատերազմի դինել։ Դուք ինչ հիմքով եք դա ասում։ Եկեք նախ ուղղեմ ձեզ։ Եկեք նախ անալիզի ենթարկենք։ Ինչ է նշանակում սպառնալիք։ Չէ, եկեք, մի վարքան է։ Ինչ է նշանակում սպառնալիք։ Բառարանային բացատրությունը սպառնալիք բառի ո՞րն է։ Երբ որ ինչ-որ մեկը մյուսին ասում է, եթե դու չանես սա, ես կանեմ կամ չեմ անի սա։ Մի բան, որը քո համար վատ կլինի, որ անեմ կամ չանեմ։ Համաձայն եք, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որդեգրի այն քաղաքականությունը, որը ընդդիմադիրները առաջարկում են, որպեսզի այն որդեգրի, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա։ Մենք ինչ ենք ասում։ Նախ մենք ասում ենք այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է 0-ի։ Ինչու է հավասար 0-ի։ Որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը այժմ վարում է։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության եւ սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, իրենք հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ։ Նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով այս խաղաղության ամեն ինչ վերանայել։ Դա վերելու է ակնհայտ եւ 100%-անոց պատերազմի։ Ինչն է ստեղ, ո՞րն է ստեղ սպառնալիքը կամ ինչը ստեղ պարզ չի։ Հաջորդը ուղիղ 1 տարի առաջ բառացիորեն ուղիղ 1 տարի առաջ, երբ որ վարչապետ Փաշինյանը ասում էր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, այդ նույն մնդիմադիրները եւ մամուլը ասում են ո՞նց ես ասում, որ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, չէ լինելու է պատերազմ։ Հաջորդը 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի գործունեության ամենամեծ մեղադրանքը ո՞րն է։ Բոլոր ընդդիմադիրներ, ոչ ընդդիմադիրներ, լրագրողներ, հանրություն, ինչ են ասում, ասում են վարչապետ Փաշինյանը ինչու չեկավ եւ բաց չներկայացրեց իրերի դրությունը, ռազմական հավասարակշռությունը եւ այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը եւ պատերազմի ռիսկը։ Հիմա այդ նույն ասողները ասում են ինչի է Փաշինյանը բացատրում, որ եթե Հայաստանը որդեգրի ընդդիմության առաջարկած քաղաքականությունը, դա բերելու է պատերազմի։ Հետևաբար խոսքը բացարձակապես ոչ շանտաժի, ոչ սպառնալիքի մասին չէ, խոսքը հետևյալի մասին է։ Հունիսի 7-ին մեր քաղաքացիները ունենալու են ընտրություն։ Ընտրություն ոչ միայն կուսակցությունների միջև, այլ այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը։ Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է պահել այս խաղաղությունը, ոչ թե նոր բան անել, այլ հակառակը նոր բան չանել,
պահել այս խաղաղությունը։ Իշխանություն, ընդդիմությունը Քոչյանի ուժը, ռուսաստանցի օլիգարխի ուժը, բելարուսամետ օլիգարխի ուժը, իրենք առաջարկում են վերանայել այս խաղաղությունը։ Եվ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության, եւ եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է վերանայել, ռևիզիայի ենթարկել այս խաղաղությունը իր բոլոր կոմպոնենտներով։ Խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնյան հռչակագիրը, TRIP-ի մասին համաձայնությունը, սահմանազատման կանոնակարգը եւ այլն, շարունակեն Ղարաբաղյան հակամարտությունը եւ այսպես շարունակ։ Դա բերելու է պատերազմի։ Եթե որտեղ ակնհայտ է դա։ Եթե հիմա ինչի կա խաղաղություն, գիտեք։ Ինչի կա օրինակ հիմա խաղաղություն։ Ինչի։ Իվարկյան, ներողություն։ Չեմ Իվարկյան, էլի։ Չէ, ինչ զիջում։ Հիմա ասում եմ, ասենք վերջին 2 տարվա մեջ մեր սահմաններին կա 0 զոհ հակառակորդի կրակոցից։ Օգոստոսի 8-ի հռչակագրից հետո չի լսվել որևէ կրակոց, որևէ սահմանամերձ բնակավայրում։ Օգոստոսի 8-ից հետո մեր երկաթգծերը մասնակիորեն ապաշրջափակվել են Ադրբեջանի տարածքով երկաթգծով բան ենք ստացել, ցորեն ենք ստացել։ Հիմա հարց. ինչի է հնարավոր դարձել այս ամենը, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրել են հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա եթե մենք ասելով նկատի ունենք Հայաստանը, եթե Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հռչակագրին եւ խաղաղության ճարտարապետությանը, ներողություն, այո, որովհետեւ երբ որ Ռոբերտ Քոչյանը ասում է, որ երբ որ Հայաստանը պարփակվում է իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, դա վատ է, որովհետեւ մեզ ոչ ոք որպես գործոն չի ընդունել, դա նշանակում է ուղիղ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերել պայմանավորվածությունը կամ ներողություն, ինչ ուղղություն, որ ուղղությունը ուզում լինի, կամ երբ որ օրինակ Քոչյանի խմբակցությունից պատգամավորը ասում է Արարատը մերն է, Դադիբվանքը մերն է, դա նույնն է ինչ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ասել է ուղիղ մերն է։ Հաջորդը ասել է մերն է, ասել է մերն է, ես իմ ականջով դա լսեմ, հաջորդը, երբ որ նրանք ասում են, որ TRIP-ի մեջ պետք է ներառել նոր կողմերի, երաշխավոր չէ, նոր կողմերի, դա նույնն է ինչ ասել, որ TRIP-ը չի լինելու, որովհետև TRIP-ը հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է, դու չես կարող պայմանավորվել, որ Այս ինչի հետ բիզնես նախագիծ ես անում, հետո երբ որ գա իմպլեմենտացիայի փուլը, ասես գիտես ինչ կա, եւս 5 կողմ ենք ներառելու, 5 կողմ, որոնց դու ատում ես, եւ որոնք ատում են քեզ, եւ որոնց հետ դու կանհամետեղելի ես։ Կամ երբ որ Արծիկ Ինասյանը, որը հենց հիմա ելույթ է ունենում, իմ այդ բանավեճում ասում է սահմանազատման սկզբունք չի կարող լինել Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ սկզբունքները պետք է լինեն այլ տարրեր, այդ թվում դեմոգրաֆիականը, դա նշանակում է վիճարկել խորհրդային միության փլուզման պահին առկա սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կամ երբ որ նույն Արծվիկ Մինասյանը ասում է, որ խորհրդային Հայաստանի սահմանները անարդար սահմաններ են, նշանակում ասում է ես այս սահմանների հետ համաձայն չեմ։ Եվ հետեւաբար ես իմ բոլոր կամ երբ որ ասում են Ղարաբաղի հարցը փակված չէ, դա նշանակում է նույն էլի կրկնում էլի Արծվիկ Մինասյանը։ Ասում է Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ավարտված լինել։ Հիմա այս ամեն ինչ որ դնում ենք մի կողմ, եթե իրենք անեն այն ինչ իրենք հայտարարում են, այսինքն վիճարկեն սահմանազատման սկզբունքները, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքները, այնտեղ էլ ինչ կա TRIP-ը եւ այսպես շարունակ, այսինքն ապաշրջափակման սկզբունքները, այս խաղաղությունը չի լինի։ Մենք ԵՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չենք հայտարարել։ Երբևիցե լսում ա եղել, բայց մենք երբևիցե չենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք, եթե նկատի ունեք 2018-ից առաջը, դե երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հայտարարել, որ իշխանության գալուց դեպքում դուրս է գալու ԵՏՄ-ից։ Բայց դրանից առաջ դրանից եղեք առաջ ելք դաշինքի նախաձեռնությամբ եղել է դրա վերաբերյալ լսում։ Պարոն Ռուբինյան, խոսեցիք Ռոբերտ Քոչյանի Նախագիծ ինչ, ԵՏՄ-ից դուրս գալու մասին։ Ոչ, այդպես չի։ Իրար հետ կստուգենք։
իրար հետ կստուգենք։ Մարուկյանի հետ կրկնենք, թե որ պետք է ներկայացնի։ Վերադառնալով պարոն Կստուգենք։ Ես խոստանում եմ, այս բանից հետո կստուգենք։